Երկու օր է հեռակա վեճ է սկսվել կրեմլյան պրոպագանդիստ Ռուսաստանաբնակ մեդիա մագնատ Արամ Գաբրիելյանովի ու Լուսավոր Հայաստան կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի միջև։ Առանձնահատուկ թեմա կարծես չկա, բայց ռուսաստանահայ պրոպագանդիստը Էդմոն Մարուքյանի հասցեին վիրավորական արտահայտություններով գրառում էր արել սոցցանցի իր էջում, անվանելով դավաճան, շատ վատ մարդ, վախկոտ քաղաքական գործիչ, անպիտան։ Մարուքյանն էլ իր հերթին է արձագանքել։ Ըստ Մարուքյանի արձագանքը պայմանավորված է եղել Արցախյան հակամարտության ընթացքում Էմանուել Մակրոնի պահվածքի վերաբերյալ իր հնչեցրած գնահատականներով։ Ու այս ублюдակը, որ իր բառապաշարով, իր լեզվով ասեմ, որ ինքը հասկանա, վիրավորական արտահայտություններ արել, ու ես ուզում եմ ասել, որ այս Մոսկվա վերընկած սենց մարդիկ կան, որ իրանք մտածում են, որ իրանք Հայաստանի քաղաքացիից բան են հասկանում, իբր են դիմադիր են։ Մարուքյանը նաև պնդում է, որ Արամ Գաբրիելյանովը նախկինում աջակցել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, իսկ այժմ ուժեղ Հայաստան կուսակցությանը Սամվել Կարապետյանի գլխավորությամբ, սակայն ըստ Մարուքյանի Գաբրիելյանովը այդ հրապարակային աջակցությամբ իրականում օգնել է իշխանություններին ավելի շատ ձայն ստանալու հարցում։ Եթե զգացի, որ որևէ ձևի դիմադիր դաշտից ներգրավվածություն կա, Մոսկվայաբնակ որևէ նմանատիպ ублюдակների, որոնք վիրավորանքներ են կրում մեր հասցեին, բնականաբար պատասխանը այստեղ տեղում է լինելու եւ բան, այտենց կարմիր գծեր բան չեմ ունենալու։ Իսկ ինչու է ռուսաստանահայ պրոպագանդիստը հենց Մարուքյանին վիրավորել։ Ռադար Արմենիան պարզաբանման համար դիմեց Լուսավոր Հայաստան կուսակցությանը, սակայն վեճը Մարուքյանի գլխավորած կուսակցությունում համարում են փակված, նշելով, որ համապատասխան արձագանք տրվել է, ավելացնելու ոչինչ չկա։ Դժվար է ասել, թե ինչն է դրդել Մոսկվայում բնակվող վերոնշյալ անձին վիրավորանքներ հնչեցնել։ Մեր հարցինի պատասխան հայտնեցին Լուսավոր Հայաստան կուսակցությունից։ Լիլիթ Աբրահամյան, Ալվարդ Բաղդասարյան, Ռադար Արմենիա։